Ժողովրդի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին ամեն դեպքում սև ամպեր են կուտակվում։ ԿՊԱ-ական մի կորիզ որոշել է մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել, ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրփուհի Գևորգյանը որևէ քայլի չէր գնա։ Առաջիկայում ՔՊ-ում բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը ու բարձրաստիճան ՔՊԱ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին թերթը կներկայացնի առաջիկայում։ Փաստը տեղեկություններ է ստանում, որ արցախցիներին դրվող աջակցությունների ծրագրերի հետ կապված զգալի խնդիրներ կան։ Թերթը դիմել է Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, որը հաստատել է, որ իսկապես լրջագույն խնդիրներ կան։ Ավելին, նա նշել է, որ արցախցիների համար սոցիալական որևէ ծրագիր չի արվում։ Հրապարակը գրում է. Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Տեր Արամի պատարագին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցություն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց ունեցած ողջ ռեսուրսը, ողջ ՔՊ ու վարչական ապարատը։ Թերթի տեղեկություններով մարզպետներին եւ հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք, որն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին, իսկ Ստեփան Ասատրյանն էլ պարզեցել է, որ 10,000 մարդ իր համար կհավաքվի։ Հրապարակը գրում է. Էջմիածնում հետընտրական գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք գեներալի կնոջ թիմը կհամագործակցի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայրենիք կուսակցության հետ։ Բանն այն է, որ գեներալի դեմ Տուշոնկա օպերացիան իրականացվեց այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենը Վանեցյանն էր։ Երեք թերթի հարցին գեներալի կինը Նազիկ Ամիրյանը պատասխանել է. Ես ձեզ ասեմ, որ մեր պայքարն անձերի դեմ չի։ Ընդդիմադիր դաշտում պայքարողները հավաստիացրել են, որ իշխանությունների դեմ է իրենց պայքարը եւ ձայն չեն տա իշխանություններին։ Այս պարագայում մեր հայրենիքի հարցն ավելի կարևոր է։ Գիտեք, եթե մենք հայրենիք չունենանք, այդ անձերն ինչ պետք է անեն։ Դրա համար այս պահին առաջնահերթ խնդիրը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումն է։ Հրապարակը գրում է, որքան մոտենում են վաղարշաբաթի թիմ ընտրությունները, այնքան Էջմիածնի վարչական ապարատում քաղաքապետարանի ենթակայությամբ հիմնարկներում քաղաքական գիլյոտինն է աշխատում։ Բազմիցս գրել են, որ համատարած ազատագրում են աշխատանքից նրանց, ովքեր ազգակցական ընկերական որևէ կապ ունեն ընդդիմադիր թեկնածուների հետ։ Հիմա էլ ուրիշ բեսպրեդել է կիրառվում։ Արմավիրի մարզպետի միջոցով խնդիր է դրվել ճշգրտել, թե այդ հիմնարկներում ով ինչ քաղաքական կողմնորոշում ունի։ Դպրոցների, մանկապարտեզների, այլ հիմնարկների աշխատակիցներն ում են ձայն տալու։ Ընդ որում, եթե որևէ մեկը պատասխանում է, թե քաղաքական դիրքորոշում չունի, չեզոք է, ապա նրան համարում են պոտենցիալ ընդդիմադիր եւ կամ հորդորում են կողմնորոշվել, կամ զգուշացնում են, որ ազատելու են աշխատանքից։ Հրապարակը գրում է, դատական համակարգում այլևս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի զոհերը եւ շինծու մեղադրանքներով վերևից իջած հրահանգներ են կատարում։ Նման իրավիճակ է ստեղծվել օրինակ մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ։ Մխիթարյանի դեմ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, թե փաստաբանն իբր իր գործողություններին է խոչընդոտել։ Սակայն նրա պաշտպանները դեպքի վայրից տեսանյութեր են ցուցադրել, որտեղ երևացել է, որ ցուցմունք տվող ոստիկանը շատ հեռու է եղել Մխիթարյանից եւ բոլոր դրվագներում Մխիթարյանը եղել է ձեռքերը վեր պարզած, հաշտեցնողի չհրահրողի դերում։ Երբ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, պաշտպանները 100% համոզված են եղել, որ Մխիթարյանին բաց է թողնելու, իսկ ստախոս ոստիկանն ու մեղադրողը դիտողություն են ստանալու։ Սակայն մեկ ժամ անց դատավոր Վարսենիկ Մելքոնյանը վերադարձել է խոշտանգվածի դեմքով, կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից, հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր։